Մեր եկեղեցին չի կոչվում հայ առաքելական սուրբ ուղղափառ կաթողիկե եկեղեցի։ Շնորհակալություն։ Ուզում եմ մեծ հիշեք։ Եվ եթե երբևէ ձեզ ասեն, որ հայ առաքելական եկեղեցին հիմնել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, այո, եւ առավել եւս Տրթատ Թագավորը, ել չեմ ասում Տրթատ Թագավորը։ Մանավանդ մեր հայ առաքելական եկեղեցին հիմնել են առաքյալները, դրա համար էլ կոչվում է առաքելական ուղղափառ հավատի կաթողիկ։ Ինքան հետաքրքիր թեմա է, գիտես, ես հաճախ մտածում եմ, որ հայ ժողովուրդը ամենավատը գիտի քրիստոնեության ընդունումը իբրև պետական կրոն։ Իհարկե։ Դրա մասին ընդհանրապես ունեն ինչ-որ sense լղոզված պատկեր։ Ոչ միայն լղոզված, բան, այն հիշում ես աստվածաշնչյան թեմաներով մուլտիկներ կային այտենց այդ մակարդակի մանկական աստվածաշնչի մակարդակի բաներ եւ դրա մեջ լրջագույն, կարևորագույն քաղաքական, աշխարհաքաղաքական process-ներ, բաներ չեն տեսնում են, որ sense չկար, մեկ էլ եղավ։ Դու ուզում եմ ասել 3 րոպեում տեղավորվեցիր բացատրելու կաթոլիկության։ Դե շատ մոտավոր էր ամեն ինչ, այնտեղ շատ ավելի ուրիշ խնդիրներ էլ կան, պապի գերագահության խնդիր կա, որտեղ ընդունում են, որ պապը Աստվածորդու փոխանորդն է երկրի վրա, վիկարի Խրիստա, հա, Աստվածորդու փոխանումը, Քրիստոսի փոխանորդը երկրի վրա։ Մենք նման բան չենք ընդունում։ Մենք եկեղեցու գլուխը պատրիարքներն են, որոնք ամեն դեպքում Քրիստոսի փոխանորդը չեն։